Ողջույն ընկերներ, պատրաստում ենք ամենահամեղ ու տնական տորթերից մեկը, նախորդ վիդեոն պատրաստած վանիլային բիսկվիտով։ Ինչքան էլ ես սիրում եմ կրեմ չիզի համը եւ գրեթե 90%-ին վաճառքի տորթերը պատրաստում եմ կրեմ չիզով։ Միևնույն է, իմ ընտանիքի անդամները եւ հյուրերը միշտ նախընտրում են կարագով խտացած կաթով կրեմ։ Այս կրեմի համար ես միշտ վերցնում եմ 300 գրամ լավ որակի կարագ եւ հարում եմ 1 բանկա խտացրած կաթի հետ։ Կարծում եմ բոլորս էլ գիտենք այս կրեմը պատրաստել, դրա համար հարմար չգտա այն նկարահանել եւ ձեզ ցույց տալ։ Բայց եթե ձեր մեջ կան մարդիկ ում դեռևս չի ստացվում այս կրեմը պատրաստել, կարող եք գրել մեկնաբանություններում եւ այն կդառնա իմ հաջորդ վիդեոների թեմաներից մեկը։ Ընդհանրապես ես պատրաստում եմ վաճառքի համար նախատեսված տորտ։ Աշխատում եմ, որպեսզի կրեմի քանակությունը եւ բիսկվիտի հաստությունը լինեն նույնը։ Բայց իհարկե այս կանոնը պահպանվում է միայն կրեմ չիզի եւ համեմատաբար ավելի քիչ ուղղայնություն ունեցող կրեմների դեպքում։ Իսկ այ կարագով կրեմների դեպքում պետք է այնպես անենք, որ բիսկվիտի շերտը կրկնակի ավելի հաստ լինի, քան կրեմի շերտն է։ Իմ ընտանիքի նախասիրություններից մեկը նաեւ տորթերի մեջ թարմ հատապտուղների արկայությունն է։ Շատ հաճախ օգտագործում եմ միայն գելակով տարբերակը, բայց եթե հնարավորություն կա, հապալասից ոչ ոք չի հրաժարվի։ Իսկ դուք գիտեք, որ թարմ հատապտուղների եւ մրգերի օգտագործումը տորթերի մեջ կրկնակի անգամ կրճատում է դրանց պահպանման ժամկետը։ Դրա համար խելացի հյուրաշակագործները այդ մասին անպայման պետք է իրենց հաճախորդներին տեղյակ պահեն կամ առաջարկեն ջերմային մշակում անցած հատապտղային կամ մրգային միջուկներ։ Չնայած նրան, որ մեր վանիլային բիսկվիտի մեջ կա ձեթ եւ կաթ, միևնույնն է, այն պիտի թրջենք հատուկ պատրաստած օշարակով։ Ամենահեշտ օշարակը դա ջրի եւ շաքարավազի խառնուրդն է, որը ընդամենը մի քանի րոպե եռացնում ենք, հետո թողնում ենք սառի ու դրանով թրջում ենք բիսկվիտները։ Կա եւս մեկ տարբերակ, դա խտացրած կաթի եւ ջրի խառնուրդն է։ Շատ հաճախ կտեսնեք, թե ինչպես են տարբեր հյուրաշակագործներ խորհուրդ տալիս բիսկվիտը թրջել սովորական կաթով։ Ես այդ տարբերակը չեմ ընդունում, քանի որ կարծում եմ, որ կաթի հոտը միևնույնն է գալիս է տորթից եւ ըստ դրա շատ պատվիրատուներ կամ ընդամենը ձեր ընտանիքի անդամները կարող են հրաժարվել այդ տորթը ուտելուց։ Տորթը հարթեցնում եմ հենց նույն կրեմով, ինչ որ միջուկի մեջ էր։ Ինչպես վիդեոում եք տեսնում, տորթի ներքևի հատվածը առանձնացնում եմ սինուց, քանի որ տորթը սառելուց հետո տեղափոխելու եմ հատուկ ցանցի վրա, իսկ թե ինչու, կտեսնեք մի փոքր ուշ։ Մինչ այդ տորթը ուղարկում եմ սառցախցիկ 10-ից 15 րոպեով, իսկ այդ ընթացքում ես պատրաստում եմ ջնարակ այս տորթը պատելու համար։ Դրա համար կտրատում եմ նուշը եւ պնդուկը։ Դուք կարող եք վերցնել յուրաքանչյուր այլ ընդեղեն։ Աշխատեք, որ կտորները լինեն տարբեր չափսերի, մանրից մինչև միջին։ Ջնարակի համար վերցրել եմ մեկը 3-ի հարաբերակցությամբ սերուցք եւ շոկոլադ։ Այն էտապ հալեցրել եմ միկրոալիքային վառարանում ամեն 15 վայրկյանը մեկ խառնելով։ Հետո ավելացնում եմ մեր կտրատած ընդեղենը եւ մեկ անգամ եւս խառնում։ Քանի որ տորթը 10-ից 15 րոպե մնացել է սառցախցիկում, նրան շատ հեշտ կարելի է տեղափոխել այլ հարթության վրա։ Այս դեպքում ես տեղափոխում եմ ցանցի վրա։ Ցանցի տակի հատվածում դրել եմ աման, որի մեջ պետք է թափվի ավելացած գլազուրը։ Գլազուրը ամբողջությամբ չենք տեսնում տորթի վրա, մի փոքր պահում ենք, որպեսզի հետո գթալի օգնությամբ կարողանանք ավելի գեղեցիկ էֆեկտ ապահովել։ Հիմա արդեն տորթը, քանի դեռ չի հասցրել տաքանալ, տեղափոխում ենք հետ սինու վրա, թողնում ենք 10-ից 15 րոպե հանգստանա եւ հետո միայն կարող ենք կտրել եւ վայելել։ Այս գլազուրը նույնիսկ մի քանի օր հետո չի կորցնում իր փայլը եւ փափկությունը։ Կտրում ենք ու գնում ենք սուրճ խմելու։ Եթե ընթացքում ձեզ մոտ հարցեր առաջացան, կարող եք ուղղել ինձ մեկնաբանության բաժնում, ես դրանց սիրով կպատասխանեմ։